Անուն հոր եւ որդվո եւ ոգուին սրբո ամեն։ Ես եմ ճշմարիտ որդատունկը եւ իմ հայրը մշակն եմ։ Սիրելի բարեբաց ժողովուրդ, Սուրբ Կույսի վերափոխման պատմությունը այս է։ Մեր Տիրոջ համբարձումից հետո Սուրբ Կույսը ապրել է Երուսաղեմում եւ ըստ ավանդության ունեցել խաղաղ ու հանգիստ մահ։ Հիսուսի հարությունից 15 տարի հետո Երուսաղեմում նա մահացել է։ Առաքյալներն ու բարեբաց քրիստոնյաները նրան թաղել են Գեթսեմանի իրենց ընտանեկան դամբարանում։ Ասում է, թե հրեշտակները 3 օր ու գիշեր երգել են նրա գերեզմանի վրա։ Բարտողոմեոս առաքյալը, որը ներկա չի եղել Սուրբ Կույսի ուղարկավորությանը, ցանկացել է վերջին անգամ տեսնել նրա դիակը, եւ երբ առաքյալները բացել են այն, նա այնտեղ չի եղել, բոլորը եզրակացրել են, թե նա վերափոխվել է երկինք։ Վերափոխվել նշանակում է փոխադրվել երկինք։ Ընդհանրապես Սուրբ Աստվածածնի համար մահացավ կամ վախճանվեց ասելու փոխարեն մեր եկեղեցին օգտագործում է ննջեց բառը։ Սուրբ Կույսը հնազանդվեց Աստծո կամքին եւ իրեն տրված շնորհը սիրով կրեց, որի համար էլ Աստված հավիտենական փառքի արժանացրեց իր որդու մորը։ Ու երջանիկ մի օր շարականագրի խոսքերով ասված սրբերը միասին հավաքված պիտի տեսնեին Սուրբ Կույսին անբեղեն կարգով վեր բարձրացած դեպի երկինք, իմաստուն կույսերի հետ մտնելով երկնային խորանները, իսկ սրբերը երկնային զորքերի հետ միասնաբար պիտի երգեին օրհնված ես դու ամենաօրհնվածը կանանց մեջ։ Ամեն մայր Սուրբ Աստվածամոր նման պիտի լսի Աստծո ձայնը եւ հետևի նրա կանչին հնազանդությամբ եւ համբերությամբ, որպեսզի հասնի իր ամենաբարի նպատակների իրագործմանը։ Հայ քրիստոնյաներից համար ուսանելի եւ օրինակելի են Սուրբ Կույս Մարիամի անսահման խոնարհությունն ու Աստծո ձայնին անսալը։ Բացենք Աստվածաշունչն ու նորից ընթերցենք Ղուկասի Ավետարանի առաջին գլուխը, որը պատմում է մեր Տիրոջ սուրբ ծննդյան պատմությունը, երբ Գաբրիել հրեշտակապետն ավետիս է տալիս Մարիամին, վերջինս առանց տրտնջալու խոնարհությամբ պատասխանում է. Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ։ Այս խոնարհությունն ու պատրաստակամության ոգին է ուզում Աստված տեսնել մեր մեջ։ Շատ անգամ մեր իսկ կյանքում նա բազմապիսի ձևերով ու ճանապարհներով հայտնում է իր ամենասուրբ կամքը, բայց մենք չենք ուզում հետևել այդ ձայնին, որովհետև մեր առօրյա հոգսերն ու մեր շուրջը տիրող նյութաբաշխ մթնոլորտը չեն թողնում, որ մենք մի րոպե իսկ վերանանք այդ ամենից ու մտածենք Աստծո եւ երկնային բարիքների մասին։ Չենք ուզում մեր սրտերը բացել Արարչի առաջ ու նրան ընդունել այնտեղ։ Եթե ուշադիր կնենք ինքներս մեզ, կտեսնենք մեր անզորությունն ու տգարությունը, կհասկանանք, որ մեղքի ծանրությունն է մեզ ճնշում, բայց ավաղ չենք ուզում անգամ ապաշխարել եւ քայլ անել դեպի Աստված։ Չգիտեմ ում կամ ինչի վրա ենք մեր հույսը դրել։ Չենք ուզում հասկանալ, որ մենք տարբեր ենք մյուսներից ու ստեղծվել ենք Աստծո պատկերով եւ նմանությամբ ու որպես մարդիկ այս աշխարհում սուրբ առաքելություն ունենք, լինելու նրա լույսն ու համտվող աղը։ Իսկ Սուրբ Աստվածածինն այդ բոլորից վեր էր կանգնած։ Այդ իսկ պատճառով, երբ հրեշտակը նրան ավետիս տվեց, նա լուր խոնարհությամբ համաձայնվեց Աստվածային ձայնին։ Հետևաբար Աստծո ձայնին հետևելն է, որ պակասել կամ ինչու՞ չէ վերացել է մեր կյանքից։ Ցավոք այսօր մեզանից շատերին կյանքում առաջնորդում են այլ արժեքներ, որոնք ժամանակավոր են ու անցողիկ, արժեքներ, որոնք երջանկություն եւ ուրախություն չեն բերում, ընդհակառակը շատ հաճախ վնասներ են պատճառում։ Գաղտնիք չի, որ կյանքում միշտ է դժվար է լավին ընդօրինակելն ու բարուն ձգտելը, բայց ավելի հեշտ է վատ բաները սովորելը։ Բայց արի ուտես, որ դժբախտաբար մենք հաճախ երկրորդն ենք ընտրում։ Մեր Տերը ասում է. մտեք նեղ դռնով, ինչքան լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, եւ բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքան անձուկ է դուռը եւ նեղ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, եւ սակավաթիվ են նրանք, որ գնում են այն։ Արդար եւ Սուրբ Կույսը մեզ համար եղավ ներշնչման աղբյուր, որպես իրար սիրենք հավատքով, առանց ադելության, ողակալության, առանց նախանձի եւ առանց տրտնջալու։ Հոգևոր մի քարոզիչ քայլելու ժամանակ տեսնում է մի քանդակագործի, որը ծնկի եկած աշխատում էր կոշտ ժայռի վրա։ Նա հիացմունքով դիտում է վարպետի աշխատանքը,
որի ձեռքերում մուրճի ճկուն հարվածների շնորհիվ ձևավորվում էր անտաշ ժայռը ու դառնում գեղեցիկ մի արձան։ Երանի թե իմ ժողովրդիս էլ ես կարողանայի այսպես ձևավորել ու դարձի բերել, ասում է հուսահատված քարոզիչը դիմելով քանդակագործին։ Եթե ծնկի գաս ու աշխատես, կարող ես հասնել քո նպատակին, պատասխանում է քանդակագործը։ Ինչպիսի ճշմարիտ խոսքեր, իրապես էլ իբրև հայ քրիստոնյաներ, մեր արդար աշխատանքով, հավատքով եւ աղոթքով է, որ պիտի կարողանանք զորանալ մեր միասնական ուժով, մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր արգելքներն ու խոչընդոտները հաղթահարել եւ քարացած սրտերն ու հոգիները փխրեցնել։ Այո, կարող ենք, եթե սիրենք իրար, աշխատանք ու աշխատենք։ Աստվածամայրը կենդանի տաճար է, ասում է շարականագիրը։ Այս կենդանի տաճարի մեջ մենք բոլորս դառնում ենք մեկ ու միացած Քրիստոսով։ Եկեք աղոթենք, որ Աստծո զորությամբ ավելի ու ավելի ծաղկի եւ պայծառանա Հայաստանի այս առաքելական մեր Սուրբ եկեղեցին եւ առաքելահաստատ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որը իբրև մեր հոգեվոր մայրը դարեր շարունակ դաստիարակել, հավատքի մեջ առավել զորացրել, սնել ու օգնության է հասել եւ այսօր նույնպես շարունակում է իր առաքելությունը կատարել իրեն հավատարիմ զավակների հանդեպ։ Թող Աստվածամոր լուսավոր կերպարը, նրա խոնարհությունն ու աստվածահաճո կյանքը առաջնորդ ու օրինակ լինեն մեզ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։